Այսօր կեսօրից Վանաձորի Փամբակ գետում որոնվող երկու հարազատ քույրերը, մեկը 13, մյուսը 7 տարեկան, դեռևս չեն հայտնաբերվել։ Երեխաները բռնի տեղահանված արցախցիներ են։ Այս մասին գրել է Նորություններ Արցախից Facebook էջը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր հունիսի 15-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում, ժամը 14:15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչությունը հազանգ է ստացվել քաղաքացիների կողմից, որ Վանաձոր քաղաքի Առափնյա փողոցի 3-րդ հատվածում երեխան ընկել է Փամբակ գետը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամչյանը, ժամանել են Լոռու մարզային փրկարարական վարչության եւ Վանաձորի հրշեջ փրկարարական ջոկատներից մի քանի մարտական հաշվարկ։ Մարզային փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրիելյանի գլխավորությամբ ժամանել են նաեւ ՀՆԳ ոստիկանության բարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի բարեկները գումարտակի հրամանատար Ավետիք Նիկողոսյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաեւ ՀՆԳ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տարունի բաժնի մեծ թվով համայնքային ոստիկաններ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Վահրամ Խաչատրյանի գլխավորությամբ։ Այս պահին մեծ թվով քաղաքացիներ, փրկարարներ, բարեկներ ու համայնքային ոստիկաններ որոնողական աշխատանքներ են իրականացնում։ Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ նշում էին, որ երեխան մոտ 15 տարեկան աղջիկ է եւ կահականատեսով տեսել է, թե ինչպես է նա ընկնում գետը։ Այս պահին իրավապահներն այդ քաղաքացու հետ աշխատանքներ են իրականացնում։ Պարզում են նաեւ, թե մոտակա տներից կորած երեխա կա, թե ոչ։ Ավելի ուշ ֆոտոլրագրողը հայտնում է, որ փրկարարները, բարեկներն ու ոստիկանները հայտնաբերել են կորած երեխայի մորը, պարզվել է նաև, որ 13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ, եւ հիմա երկուսն էլ չկան։ Այս պահին ցավոք կարծես թե հաստատվում է այդ տեղեկությունը, որ 2 հոգի են ընկել գետը։ Առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15:50-ի սահմաններում ներքին գործերի նախարարության, ոստիկանության, քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Երևանի քրեական վարչությունում եւ ՀՀՆԳ ոստիկանության, համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Կիևյան կամրջի տակ Հրազդան գետում լի կա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամչյանը, դեպքի վայր են ժամանել Երևանի քրեական ոստիկանության ծառայողները, վարչության պետ Հայկ Հարությունյանի, ոստիկանության Մաշտոցի բաժնի հերթապահ խումբը, բաժնի պետի եւ տեղակալ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ։ Ահազանգով ժամանել են ՀՀՆԳ փրկարար ծառայության Երևանի թիվ 5-րդ հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Տեղում պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է, հայտնաբերվել է անձը չպարզված դի։ Տեղի ունեցածը դժբախտ պատահար է ինքնասպանություն, թե սպանություն պարզվում է։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ հայտնաբերված դիակը Միխայիլ Դ-ն է, ով 1 ամիս շարունակ անհետ կորած էր համարվում եւ ոստիկանությունը փնտրում էր նրան։ Հունվարի 12-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում, ժամը 14:20-ի սահմաններում ներքին գործերի նախարարության, ոստիկանության, քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Շիրակի մարզի քրեական վարչությունում, ՆԳՆ ոստիկանության, բարեկային ծառայության, Շիրակի մարզի գումարտակում եւ ՆԳՆ ոստիկանության, համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արտիքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արտիկ քաղաքի Խանջյան փողոցի տներից մեկի բակում տղամարդու դի կա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամչյանը, տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։ Նշված փողոցի 8 հասցեի մոտ քրեական համայնքային ոստիկաններն ու բարեկները հայտնաբերել են Արտիկ քաղաքի բնակիչ 64-ամյա Հովհաննես Ղ-դին։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են տան սեփականատիրոջ ինքնությունը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով մահացածը եկել էր նշված տուն, որպեսզի վնասված բետոնե ծածկը հեռացներ, սակայն այն փլուզվել է նրա վրա, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։ Հունվարի 9-ի սպանություն եւ սպանության փորձ է տեղի ունեցել Կոտայքի մարզում, ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամչյանը, ներքին գործերի նախարարության, ոստիկանության, քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Կոտայքի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ 2 քաղաքացի դանակահարված տեղափոխվել են Չարենցավան բժշկական կենտրոն, որտեղ մեկը գիտակցության չգալով մահացել է։ Այս պահին հիվանդանոց են ժամանել քրեական ոստիկանության ծառայողներն ու ոստիկանության Չարենցավանի բաժնի հերթապահ խումբը։ Տեղում բժիշկները իրավապահներին հայտնել են, որ վիրավորն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։ Այս պահին քրեական եւ համայնքային ոստիկանները պարզում են դեպքի վայրը, մահացածի եւ վիրավորի ինքնությունը։ Գագիկ Շամչյանի տեղեկություններով մահացածը Կոտայքի մարզի բնակիչ 23-ամյա Սեյրան Խալաֆյանն է։
Հունվարի 9-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում ժամը 12:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ԲԴ-ի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Արալես գյուղում Երևան 6-ի երթուղին սպասարկող ավտոբուսի մեջ տղամարդու տիկը, ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել է ոստիկանության ԲԴ-ի բաժնի օպերատիվ խումբը բաժնի պետ Արմեն Մկրտչյանի գլխավորությամբ։ ԲԴ-ի համայնքային ոստիկաններն ու պարեկներն ավտոբուսի սրահում հայտնաբերել են Արարատի մարզի բնակիչ 72-ամյա Վալոդ Մոհիդին։ Դեպքի փաստով ԲԴ-ի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ արտաքին զննությամբ, դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, ըստ նախնական տեղեկությունների տղամարդը անկարծամահ է եղել։ Հունվարի 2-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում ժամը 19:10-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևան-Երասկ-Մեղրի ավտոճանապարհին Ադանա ռեստորանային համալիրի հարևանությամբ դանակահարություն է տեղի ունեցել և կավիրավոր։ Նշված վայրից դանակահարված վիճակում հիվանդանոց է տեղափոխվել ՀՂ կին։ Քրեական ոստիկանները դեպքի վայրում հայտնաբերել են Opel Magnish-ի ավտոմեքենա, որի վրա և դրսում կան առնանման հետքեր։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով քրեական ոստիկանները պարզել են, որ հողի կնոջը հայտնաբերված Opel-ի մեջ դանակահարել է ամուսինը և ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ նրան և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ, ինչպես նաև ճշտում են կասկածյալի և վիրավորի ինքնությունը։ Դեկտեմբերի 31-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում ժամը 09:00-ի սահմաններում հարազատներն ու բարեկամները Հրազդան գետում հայտնաբերել են աղջկա D. Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 7-րդ թշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Դեպքի վայր են ժամանել ՀՀՆԳՆ ոստիկանության, քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Երևանի քրեական վարչության ծառայողները, վարչության պետ Հայկ Հարությունյանի գլխավորությամբ։ Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ասում էին, որ հայտնաբերված մարմինը դեկտեմբերի 26-ից որպես անհայտ որոնվող Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված լեգենդ դարձած հերոս Գոռ Երմալովյանի 26-ամյա քույրն է Լիլիթ Երմալովյանը։ Նշենք նաև, որ այսօր համացանցում տարածվում է Լիլիթի գրառումը Facebook-յան էջում։ Բաց թողեք թևերից վերջապես բացվել, ձեր հեքիաթներին ես չեմ հավատում, թե սուտ է թռչունն է միայն արձակը։ Ես մի նոր անցորդն եմ ժամանակի, վանել եմ ուզում առօրյա մաղձս ավառնել հեռու, գիրկը երազի, բայց թողեք ինձ կապող բոլոր լարերը, եթե պատրանք է աշխարհը այս, եթե մարում են սիրո նոտաները, փոշիացվում երազանքները հզոր, թե անտեսվում են մարդկային բնույթի կախարդանքները, և թե լոքորինվածք են այստեղ բարքերը, իսկ թերությունը չհասկացվել է, բայց և պետք էլ չի թող, որ ես լինեմ լուռ մուհիկանը, ու մեր մեջ ասած ինձ համար չեն չափ ու ձևերը, հրմցվող նեղ ոճերն ապրելու, ես տալիս եմ մերժման դիմումս հոգեմաշ այդ գերությունների, քարտեզով անցել եմ վաղուց բևեռներն աղի ու քաղցրալի, եկեք կոչենք դա փորձառություն, որ չմանրանամ էլ երկար բարակ, ազատությունն է տարերքնին միակ, խնդրում եմ այդտեղ թողեք ինձ մենակ։